Շարունակում ենք հաղորդումը, այժմ ծնողների դպրոցն է մեր եթերում եւ իմ հյուրը մանկաբույժ Անահիտ Սարուխանյանն է, դիմավոր ենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Այսօր մի հատ հաճելի գործով ենք զբաղվելու, մենք հավաքելու ենք պայուսակ, բայց շատ սպეციფიկ պայուսակ։ Ուզում եք ես սկսեմ մեջինը թվարկել, մեր հեռուստադիտողը փորձի կռահել, թե ինչ նպատակով ենք մենք սա հավաքել, թե մի անգամից գլխի կընկնեն։ Ասենք, որ մենք որոշել ենք հավաքել պայուսակ բոլոր այն մայրիկների համար, որոնք պատրաստվում են գնալ ծննդատուն։ Անհրաժեշտ կլինի պայուսակի առանձնացնել 3 մաս։ Երկու պայուսակ ունենք։ Պայուսակ, որը ծնարանում անհրաժեշտ կլինի, պայուսակ հետծննդաբերական շրջանում նախատեսված եւ մեկ պայուսակի մեջ էլ արդեն երեխայի համար նախատեսված իրեր։ Ես տեսնում եմ ափսե բաժակներ, ինձ թվում է սա հաստատ մամայի համար է, հետաքրքիր գիրք էր, ընտրություն նույնպես կարծում եմ մամայի համար է։ Սա նույնպես կարծում եմ ծննդատան իհարկե կտամ, բայց այնուամենայնիվ ժամանցի պարագաներ ենք ապահովում, որովհետև ձեզ անընդհատ զանգահարելու են ու հարցնելու են ընտանիքի անդամները, ես կարելի է բացել։ Հա, կոսմետիկ միջոցներ, ոնց որ այստեղ արդեն սկսեցինք ավելի գործնական։ Անհրաժեշտ երեխայի համար այս ծածկոցը, մենք այստեղ շորիկներ ունենք։ Շորիկները, որը պետք է լինի անպայման բամբակյա, անհրաժեշտ է բոջի, շապիկ, տոտիկ, գլխարկ առանց կապիչների։ Մեր ինչին է պետք ծծակը։ Ծծակ իրականում այդքան էլ պետք չի։ Լավագույն տարբերակը կրծքով կերակրումն է, բայց մենք միանշանակ չենք կարող ասել, կարող է եւ կարիքը լինի շշի, այդ իսկ պատճառով ապահովության համար կարող ենք պահել։ Սրանց կարիքը չունենաք, ես դնենք sense պայմանական։ Պայմանական։ Խոնավ անձեռոցիկ։ Պետք է միանշանակ։ Երեխայի համար խնամքի միջոցներ ունենք, քսուկներ ու մաշկին խոնավեցնող քսուկներ, որոնք նույնպես պետք է։ Տակդիրներ։ Լավ ու վատ տակդիրներ ունենք։ Միանշանակ հա ունենք լավ որակի եւ վատ որակի տակդիրներ։ Դուք կարողանում եք տարբերակել, որը ավելի լավ է ներծծվում, որի մեջ պարաբեններ չկան, աերոզոլներ չկան, ու ներծծման ունակությունը ավելի մեծ է։ Սրբիչ նույնպես պետք է։ Սրբիչները մենք ունենք, երեխայի համար այստեղ էս ինչքան հագուստ եք երեխայի համար մինչև դպրոց գնալ ինձ թվում է նրանք հերիքի եւ լոգանքի միջոցներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա եկեք հասկանանք, այդ մեզ պետք է թե չէ, օրինակ սա լավ պայուսակ է, թե չէ, այստեղ գուլպաներ ունենք, այստեղ անգամ դրամապանակ ունենք։ Ճիշտ է, պետք է գուլպաներ նույնպես պետք է։ Երեխայի համար անհրաժեշտ իրերը պետք է վերցնել իրան, անհրաժեշտ հագուստ, տակդիրներ, տակդիրի համար նախատեսված քսուկ, գլխարկ նույնպես, որը պետք է լինի առանց կապիչների, անհրաժեշտ հագուստը ցանկալի է լինել բամբակյա եւ սպիտակ։ Ինչու՞։ Որովհետև տղայա ուզում եմ կապույտա գնեմ, աղջիկը ուզում եմ վարդագույն լինի, իսկ դուք հիմա ասում եք սպիտակ։ Ոնց կիմանանք տղա է թե աղջիկ։ Դե դա արդեն կարելի է նաև մի քիչ ավելի ուշ փուլերում ֆլորերի գույները ընտրել։ Իհարկե սպիտակի մեջ իմաստ կա, որովհետև մենք կարող ենք ունենալ արտազատուկներ, երեխան կարող է ունենալ եւ սպիտակ կտորի վրա շատ ավելի հեշտ է բարձել դա ինչ բնույթի է, ինչ գույնի է։ Փաստաթղթերի մասին ինչ կասեք։ Փաստաթղթերից պետք է անձնագիրը ու փոխանակման քարտը, որը տրվում է հղիությունը վարող գինեկոլոգի կողմից։ Իսկ հայրիկից ինչ է պահանջվում։ Մաման ամբողջ գործան 9 ամիս հղիությունը պայուսակը հավաքել է։ Փաստաթղթերը հաստատ այնտեղ սենց պատրաստ դրել է։ Հայրիկից անհրաժեշտ է լավ տրամադրություն ու ըստ ցանկության բոլորին չէ զանգի ասի, եկեք։ Եվ ըստ ցանկության մայրիկը ինչ կուզի։ Իդեպ ինչպես եք վերաբերում այն գաղափարին, երբ որ հիմա բակային ընդունված է, որ հայրիկները մասնակցում են ծննդաբերության այդ process-ին, արժի տեսնել, չարժի, ներկա լինել, չլինել։ Այդ արդեն անհատական է, պետք է որոշի միանշանակ զույգը եւ առաջին հերթին հղեկինը ու նաեւ ամուսինը, եթե դեմ չի։ Լավ, առաջին պահին երեխային ինչ է անհրաժեշտ իրականում ծնվեց երեխան, իհարկե ծննդատանը կան նեոնատոլոգներ, մանկաբույժներ, որոնք ամեն ինչով ապահովում են, սովորեցնում են, բայց այնուամենայնիվ երեխայի համար ստրես է։ Իր համար այնտեղ խելոք նստած էր մամայի փորիկի մեջ, հիմա հանեցին ու ասում են դե բարի գալուստ, հիմա դու արդեն ինքնուրույն մարդուկ ես։ Իդեպ 40 օր երեխային մոտ հյուրեր չընդունել եւ այլն, փակ պահել, ոնց եք դրան վերաբերում։
Անհրաժեշտ է երեխային հանել դուրս մաքուր օդին, բայց միանշանակ պետք է սահմանափակել շփումը այլ անձանց հետ, այսինքն երբ որ հյուրեր են գալիս, նոր մարդիկ են գալիս, միանշանակ ցանկալի չի երեխայի շփումը նոր մարդկանց հետ, որովհետև կարող են այդ մարդիկ տվյալ պահին չունենան որևէ վիրուսին բնորոշ նշաններ, բայց գտնվեն իրենց նախանշանային փուլում եւ հանդիսանան վարակիչ։ Ու պետք է բամայի միկրոբներով այսպես լրացնել, լցվել, այլ ոչ թե ձեր անթիվան համար բարին կամեցող հյուրերը։ Ու բացի դրանից պետք է կարևորը հիշել, որ պարտադիր շփումը պետք է սահմանափակենք, բայց մաքուր օդին դուրս տանելը միանշանակ ցանկալի է եւ պարտադիր։ Ինչքան ժամանակ։ Օրվա մեջ կարելի է սկսել 5-ից 10 րոպեն ընդմիջումներով, 5-10 րոպե, ապա շարունակել ավելի երկար ժամանակ։ Անգամ ձմեռային մի քիչ ցուրտ ամիսներին կարելի է երեխային մոռացին, ասենք մեկ շաբաթական երեխային հանենք դուրս։ Ձմեռային սեզոնին կարելի է նույնիսկ եթե շատ սուրտ է դրսում, պատշգամբում դուրս գալ եւ բավարարվել այդքանը։ Բայց մաքուր օդը պարտադիր է։ Իսկ տան պայմաններում օդը անպայման խոնավեցնում ենք։ Օդը պետք է խոնավեցնենք։ Ջերուցում ունենք, օդը չորանում է տանը։ Միանշանակ օդը պետք է խոնավեցնենք եւ սենյակը պետք է օդափոխենք, որտեղ որ հիմնական օրվա մեծ մասը անցկացնում է նորածինը։ Էնպես որ հարգելի ծնողներ, պայուսակը նախապես հավաքում ենք եւ հիշում ենք, որ գրեթե բոլոր այն կետերը, որոնք մենք այսօր այստեղ նշեցինք, սկսած ձեր եւ երեխայի համար անհրաժեշտ հագուստից, ճիշտ է ինչ-որ բան պակասի տեղում կուղարկենք հայրիկին, էլի կբեջի, վերջացրած հեռախոսի համար լիցքավորման սարքերով, ձեր ականջակալներով, իդեպ երեխայի մոտ այսպիսի քար լռություն, վայ քնած հանկարծ ինչ հանդենք, վիճակը ճիշտ է թե սխալ։ Չէ, կարող է նույնիսկ սենյակում լինել այլ մարդիկ եւ խոսել, միանշանակ կարող է նաեւ աղմուկի ներքո նույնպես քնել։ Իշեք ամենահետաքրքիր բանը, երեխան մամայի փորիկի մեջ լռության մեջ չի նստած։ Մամայի սրտի զարկը այնտեղ շատ ուժեղ է լսվում եւ երեխան սովոր է բավականին բարձր ձայնի։ Եվ երբ որ երեխան ծնվում է, պետք չի ասել՝ «Վայ, լռություն»։ Հակառակը դուք կարող եք այնտեղ հեռուստացույց միացնել, դուք էլ զրուցել եւ երբ որ դուք նրան հանգարց սովորեցնում եք այդ լռության, այ դրանից հետո նրա մոտ կարող է շատ ստրեսային իրավիճակ լինել։ Իսկ ծնվելուց հետո պահպանել այդ լռակյաց ռեժիմը, հավատացնում եմ ձեզ, ոչ մի խելոք բան իրենից չի ներկայացնում, որ հանգիստ կարող եք եւ շփվել, եւ ուրախանալ, եւ ծիծաղել, երեխային դուք դրանով հաստատ չեք վնասում։ Համաձայն եք։ Իհարկե։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ Անահիտ Սարուխանյանն էր մանկաբույժ այսօր մեր հյուրը, մենք իրար հետ պայուսակը հավաքեցինք, քանդեցինք, ավելի ճիշտ սկզբից քանդեցինք, հետո հավաքեցինք եւ հիշեցրեցինք, թե ինչպես պետք է գնալ ծննդատուն։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։